Բարելույս ձեզ, սիրելի ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Այսօր վերջապես ամսի 7-ն է, հունիսի 7-ը, եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ում 18 տարին լրացել է, այս կիրակի օրով ուղղակի պարտավոր է հանուն իր ապագայի, հանուն իր ծնողների ապագայի, հանուն իր հայրենիքի, հանուն իր պետականության, հանուն այս ազգի ինքնասիրության, հանուն մեր զոհված տղաների, հանուն մեր, այսպես ասած, հայրենիքի, եթե դեռ մնացել է դրա հասկացողությունը ժողովրդի մեջ, գնալ ընտրատեղամաս, անպայման գնալ ընտրատեղամաս, ստիպել իր ընտանիքի յուրաքանչյուր անդամին, տատիկին, պապիկին, հայրիկին, մայրիկին, կվորը, աղբորը, հորը, չգիտեմ, բոլոր անդամներին պարտադրել, ստիպել, որ մեկ մարդու նման գնան ընտրատեղամաս, գնան եւ քվեարկեն։ Նամանավանդ գնան եւ քվեարկեն համար 15 քվեաթերթիկի օգտին։ Ամենակարևորը դա է։ Համար 15, որտեղ համար 15 քվեաթերթիկն է միմիայն այսքան ժամանակ ես ամբողջ նախընտրական շրջանում եւ դրանից առաջ խոսել այն թեմաների մասին, բարձրաձայնել այն խնդիրները, դրել այն խնդիրների պահանջները, որոնք որ ոչ մի կուսակցություն այսօր դաշտում գտնվող դրա մասին չի խոսել։ Նամանավանդ հարգարժան արցախցիները, որոնք որ դարան թափառական, գաղթական, այս պարլամենտական ուժերի պատճառով, այսպես կոչված կեղծնդիմության պատճառով եւ այս իշխանության պատճառով։ Սիրելի ժողովուրդ, սա այն պատասխանատու օրն է, որի հետ կապված մենք իրավունք չունենք ոչինչ չանել։ Ասել այսօր հիվանդ եմ, ալարում եմ, ծննդաբերում եմ, էս եմ անում, են եմ անում։ Մի մարդու նման պիտի գնանք, մի մարդու նման գնալ համար 15 քվեաթերթիկ։ Այդ գումար բաժանելը, այդ չգիտեմ կողից ահաբեկումները, ոչ մեկ ձեզ ոչինչ չի կարող անել։ Գումարը կուզեք վերցրեք, կուզեք մի վերցրեք, դուք գիտեք, բայց ցանկալիա չվերցնել եւ պարճակատով, պարզ խղճով գնալ, մտնել, քվեախցիկ, ոչ մեկ դες իրավունք չունի ասի, կնկարես, կբերես ցույց կտաս։ Նման մարդկանց ասում ես ընտրություններից հետո ես քեզ ցույց կտամ։ Մի բան հիշեք հաստատ, ԿՊ-ն չի կարող վերարտադրվել։ Դա խնդրում եմ հիշեք։ Եվ այն մարդիկ, որոնք որ այսօր ԿՊ-ից ավելի ԿՊ են եւ ձեզ ահաբեկում են, չգիտեմ, փորձում են փախացնել, համոզել եւ մի լսեք, մի լսեք։ Այդ գումար վերցնելն էլ, այդ գումարը կհերիքի ձեզ ընդամենը այսօրվա թանկ, այսպես ասած, ապրանքակների հետ կապված ընդամենը 1 օր, լավագույն դեպքում 2։ 5 տարի դուք ինչ եք անելու։ Մեկ անգամ, ոնց որ 91 թվի մի մարդու նման ամբողջ ժողովուրդը ոտի կանգնեց եւ գնաց քվեարկեց, այս ուզում եմ դա տեսնեմ, որպեսզի նաեւ տեսնի հակառակորդը, մեր հակառակորդ հարևանները եւ թշնամի հարևանները, որ մի Նիկոլով չի պայմանավորված այս ազգի որակը։ Այո, մենք ազգի մեջ ունենք թափթփուկներ, գյուղ չկա որ շունչ չլինի, բայց այդ թափթփուկները չեն կարող որոշել մի ամբողջ ազգի ճակատագիր։ Ես այսքան ժամանակ ասում էի, որ ընկեր գյուղացիներ առաջի դուժողը դուք եք լինելու, չէին լսում, դեմը գառ էին մորթում, էծ էին մորթում, ուլ էին մորթում, ոտերն էին ու ձեռներն էին պակնում, բալաճան, այսօր արդեն հասկացել են, որ սվամահության են դատապարտված, Ռուսաստանը փագեց պտուղ բանջարեղեն, մեխակ, ծաղիկ, չգիտեմ ինչ, եւ այլն, նորից եմ ասում, ես ինչ ասել եմ եղել է, այս ընտրություններից հետո էլ ավելի տնտեսական վիճակը վատանալու, որ հենց ասում եմ, մեկ մեր սեփական գազն ենք ունենալու, այդ դեպատիր մասնակիցներից մեկը չասում է, սեփական գազը հետույքից հետես հանելու, որտես քեզ սեփական գազ։ Պարսիկից պիտարներ, պարսիկներ հանեցուց տվեց 3 մատեն ամբողջականություն։ Մի խոսքով, այդ չեմ ուզում ծավալվեմ, գնում ենք ընտրատեղամաս, պարտադիր, քվեարկում համար 15 քվեաթերթիկի օգտին եւ սպասում ենք ընտրության արդյունքներին։ Բոլորովս մի մարդու նման ընտանիքով, բարեկամներով, հարազատներով, ընկերներով մի մարդու նման գնում ենք ընտրատեղամաս։ Վաղվա օրը կախված է ձեզանից յուրաքանչյուրից։ Ինչ է լինելու վաղը կախված է ձեզանից յուրաքանչյուրից։ Եվ այսպես դեպի ժողովրդավարական, ավելի շուտ դեպի դեմոկրատական, դեպի օրենքի, դեպի կարգապահ երկիր Հայաստան, համար 15 քվեաթերթիկ, մի մարդու նման,
հելանք եւ գնացինք։